Ողջույն։ Երբևէ սիրտդ թրթրացել է, ձեռքերդ քրտնել են, երբ պիտի մի քանի հոգու առաջ խոսեիր, դե իմացեք, մենակ չեք։ Այս զգացողությունը հազարամյակների պատմություն ունի։ Ու այսօր մենք միասին մի հետաքրքիր ճամփորդության ենք գնալու հին Հունաստանից մինչև Դեյլ Քարնեգի, որ հասկանանք, թե որն է իսկապես հզոր խոսքի գաղտնիքը։ Լավ, եկեք տեսնենք, թե ինչի մասին ենք խոսելու։ Կսկսենք հենց այդ վախից, որի մասին խոսում էինք։ Հետո միանգամից կթռնենք անցյալ, տեսնելու թե որն է ավելի ուժեղ տրամաբանությունը, թե զգացմունքը։ Ու իհարկե կհասկանանք, թե ինչպես կարելի է կապ հաստատել զգացմունքներով, ոնց կառուցել տրամաբանական փաստարկներ ու վերջում, թե ոնց է ամենը մատուցել։ Առաջին բաժինը խոսելու հավերժական վախը։ Եկեք փորձենք հասկանալ այս մարտահրավերը։ Գիտեք այդ զգացողությունը, թիթեռներ որովայնում, ձեռքերդ սկսում են քրտնել, մտքերդ իրար են խառնվում։ Շատ ծանոթ պատմություն է, չէ՞։ Դե ասեմ, որ մենակ չեք։ Սա հանրային ելույթի վախն է, ու ամենակարևորը, սա մի բան է, որը լրիվ հաղթահարելի է։ Եկեք հասկանանք, որտեղից է գալիս ու ոնց կարելի է անել առաջին ամենակարևոր քայլը։ Իսկապես, ինչու է ուրիշների առաջ խոսելն այդքան դժվար։ Երբեմն թվում է, թե ավելի հեշտ է ինչ-որ ֆիզիկական վտանգի դեմ կանգնել, քան թե մի փոքր լսարանի։ Պատասխանը, գիտեք, մեր հոգեբանության մեջ է։ Մենք վախենում ենք, որ մեզ կդատեն, որ կձախողվենք։ Ու այս ամբողջ վախը սնվում է ընդհանրապես մի բանից՝ ինքնավստահության պակասից։ Այ այստեղ է թաքնված ամբողջ խնդիրը։ Ու տեսեք, հենց Դեյլ Կարնեգին, մի մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հենց այս խնդրի լուծմանը, ասում է, այո, սա նորմալ է։ Ու գիտեք որն է ամենահետաքրքիրը։ Հենց այս պարզ գիտակցումը, որ դու մենակ չես, որ սա շատերի մոտ է լինում, արդեն իսկ մի հսկայական քայլ է այդ վախը հաղթահարելու ճանապարհին։ Դե լավ, իսկ ինչ անել։ Ահա Քարնեգի առաջին ամենապրակտիկ քայլերը։ Սրանք ուղղակի խորհուրդներ չեն, սրանք իրական գործիքներ են վախի դեմ պայքարելու համար։ Նախ փորձեք ձեր ելույթը մի քանի անգամ։ Ուսումնասիրեք ձեր թեման խորը, ունեցեք ասելիք, որը յուրահատուկ է, ձերն է, ու ամենակարևորը վստահ եղեք, որ հաջողելու եք, ղեկը վերցրեք ձեր ձեռքը։ Տեսեք, այս ամեն կետը վերացնում է անորոշությունը։ Օրինակ, երբ դու թեմատ քեզնից լավ իմացող չկա լսարանում, վախը ուղղակի տեղ չի ունենում։ Սա ձեր զրահն է, ձեր վահանը։ Հիմա, երբ հասկացանք վախի հիմքերը, եկեք մի պահ ճամփորդենք ժամանակի մեջ, ուղիղ դեպի հին Հունաստան։ Հենց այնտեղ, որտեղ ծնվեց հռետորական արվեստը, ծնվեց նաև մի հսկայական բանավեճ, որը պատկերացրեք մինչև հիմա էլ ակտուալ է։ Ի վերջո, ի՞նչն է մարդուն ավելի շատ համոզում՝ երկաթե տրամաբանությունը, թե հզոր զգացմունքները։ Ոստեղ մենք ունենք երկու հսկա իրար հակադիր ճամբար։ Մի կողմում սոֆիստներն են։ Նրանք ասում էին ամեն ինչ զգացմունքի մեջ է։ Եթե ուզում ես համոզել, պետք է մարդու սրտին հասնես, նրան հուզես, արթնացնես համակրանք, զայրույթ, կապ չունի, բայց զգացմունք։ Մյուս կողմում մեծն Արիստոտելը։ Նա ասում էր ոչ մի զգացմունք, իրական ուժը միայն ու միայն ապացույցի ու տրամաբանության մեջ է։ Շատ լավ։ Եկեք սկսենք Արիստոտելի կողմից։ Տեսնենք, թե ինչպես կարելի է կառուցել տրամաբանական երկաթե փաստարկ։ Ոնց անել, որ քո խոսքը լինի պարզապես անխոցելի։ Ու լսեք Արիստոտելի այս հանճարեղ համեմատությունը։ Նա ասում էր, որ դատավորների մոտ զգացմունքներ արթնացնելը նույնն է, թե ծռես այն կանոնը, որով պետք է չափում անես։ Պատկերացնում եք։ Նրա համար զգացմունքները ուղղակի խեղաթյուրում են իրականությունը։ Իրական ուժը ապացույցի մեջ է, փաստի մեջ, որը պիտի լինի կանոնի պես ուղիղ ու անսխալ։ Հիմա տեսեք, թե ոնց է Քարնեգին վերցնում է հրնագույն փիլիսոփայությունն ու դարձնում պրակտիկ 4 քայլանոց բանաձև։ Առաջինը՝ համակարգեք ձեր մտքերը։ Երկրորդ՝ լցրեք ձեր խոսքը փաստերով, հետազոտություններով։ Երրորդ՝ ստեղծեք շատ հստակ պլան։ Ու չորրորդ՝ մի անգիրարեք ամբողջ տեքստը, այլ հիշեք հիմնական գաղափարներն ու անցումները։ Ահա սա է տրամաբանական ելույթի կմախքը՝ ամուր, հիմնավոր ու անխոցելի։ Լավ, տրամաբանությունը հասկացանք, բայց սա մետաղադրամի միայն մի կողմն է։ Հիմա եկեք շրջենք այդ մետաղադրամն ու տեսնենք մյուս ոչ պակաս կարևոր կողմը՝ զգացմունքները։ Ի վերջո մենք մարդկանց հետ ենք խոսում, չէ՞, ոչ թե ռոբոտների։ Ահա սոփեստական մեթոդը։ Սրա հիմքում մի պարզ գաղափար կա։ Ելույթի իրական ուժը գալիս է լսարանին հուզելու կարողությունից։ Սոփեստները հիանալի հասկանում էին, որ մարդիկ որոշումներ կայացնում են ոչ միայն ուղեղով, այլև սրտով։ Նրանց նպատակը ոչ թե ուղղակի ինֆորմացիա տալն էր, այլ զգացմունքներ արթնացնելը։ Լավ, բայց ո՞նց կապ հաստատել այդ զգացմունքային մակարդակով։ Քարնեգին տալիս է կոնկրետ բանալիներ։ Նախ իսկական անկեղծ զգացմունք դրեք ձեր խոսքի մեջ։ Եթե դուք ինքներդ հաճույք եք ստանում ձեր թեմայից, մարդիկ դա կզգան։ Խաղացեք ձեր ձայնի հետ, փոխեք տոնայնությունը, ու շատ կարևոր է վերահսկեք ձեր շնչառությունը, որ հանգիստ ու արտահայտիչ մնաք։ Պատասխանը ըստ էության անկեղծությունն է։ Եթե դուք այրվում եք ձեր թեմայով, այդ կրակը հաստատ կփոխանցվի լսարանին։
Այսպիսով, մենք ունենք տրամաբանություն, ունենք զգացմունք, բայց կա մի երրորդ շատ կարևոր բաղադրիչ՝ մատուցումը, որովհետև կարևորա ոչ միայն թե ինչ ես ասում, այլ նաև թե ոնց ես ասում։ Եկեք խոսենք հենց այս արվեստի մատուցման կառուցվածքի ու ոճի մասին։ Եկեք մի պահ նայենք, թե ոնց է ելույթի կառուցվածքը զարգացել պատմության ընթացքում։ Շատ հետաքրքիր ճանապարհ է անցել։ Ամեն ինչ սկսվել է հին Հունաստանում, օրինակ Սոկրատեսից, ով առաջարկում էր շատ պարզ, 4 մասից բաղկացած կառուցվածք՝ ներածություն, հիմնական մաս, ապա ցույց, եզրակացություն, պարզ ու հասկանալի։ Հետո հին Հռոմում Ցիցերոնը մի քիչ ավելի բարդացրեց, դարձնելով 6 մաս։ Իսկ ինչ առաջարկում Քարնեգին այսօր, նա ասում է՝ եկեք ավելի ճկուն լինենք։ Պետք չի ամբողջ տեքստը անգիր անել, պետք է հիշել հիմնական գաղափարները։ Սա թույլ է տալիս, որ խոսքը լինի շատ ավելի բնական ու սահուն։ Բայց լավագույն կառուցվածքն անգամ կարող է չաշխատել, եթե մատուցումը թույլ է։ Քարնեգին մեզ տալիս է մի քանի հզոր գործիք։ Առաջինը՝ դադարի ուժը։ Մի վախեցեք լռել մի պահ։ Դա շեշտադրում է, ինտրիգա ստեղծում։ Երկրորդ՝ ձեր ժեստերը։ Թող դրանք լինեն բնական, ոչ թե արհեստական։ Եթե զգացմունք կա, ժեստերն իրենց կգան։ Ու երրորդ՝ շարժումները։ Համոզվեք, որ ձեր շարժումները տեղին են ու բազմազան։ Սրանք են այն մանրուքները, որոնք ձեր խոսքին կյանք են տալիս։ Դե ինչ, մենք հասանք ամենակարևոր կետին։ Ժամանակն է այս բոլոր կտորները՝ տրամաբանությունը, զգացմունքը, կառուցվածքն ու մատուցումը իրար միացնենք։ Եկեք տեսնենք, թե ինչպես է հնագույնն ու ժամանակակիցը միանում, ստեղծելով բանախոսի անանց արվեստը։ Ուրեմն վերջում ով էր ճիշտ՝ Արիստոտելը, թե Սոփեսները։ Գիտեք, պատասխանը շատ պարզ է, երկուսն էլ։ Իրական համոզումը կամ հարց չի։ Դա արվեստ է համադրելու տրամաբանությունն ու զգացմունքը։ Պատկերացրեք, տրամաբանությունը ձեր ելույթի ողնաշարն է, իսկ զգացմունքը սիրտը։ Մեկը մյուսի կարիքն ունի։ Իսկական վարպետությունը դրանք ներդաշնակորեն իրար միացնելն է։ Եվ վերջում, ուզում եմ ձեզ թողնել մի հարցի հետ, մտածելու համար։ Այսօրվա աշխարհում, երբ ինֆորմացիան անverջ հոսում է, ո՞րն է մեր պատասխանատվությունը, երբ մենք տիրապետում ենք համոզիչ խոսքի ես հավերժական ու հզոր գործիքին։ Ինչպես ենք մենք այն օգտագործելու։ Շնորհակալություն ուշադրության համար։